Պարոն Պետրոսյան, ի տարբերություն Գյումրիի Վաղարշապատի ընտրությունների թեկնածուների մասին այդքան բուռն կարծիքներ չի քննարկվում մամուլում, ինչ եք կարծում, սա Գյումրիի համեմատ ոչ այդքան կարևորություն ունեցող ընտրություններ են, թե այլ պատճառներ կան։ Չեմ կարծում, համեմատելն էլ ինձ թվում է այդքան կոռեկտ չի, բացատրեմ ինչու, որովհետև զուտ թվային առումով Գյումրին մեր հանրապետության երկրորդ քաղաքն է եւ բնականաբար մասշտաբների մեծությամբ պայմանավորված շատ ավելի ոնց որ հնչեղ էր գումարած ձեր ասացի մեջ այն մասն է ճշմարտություն, որ այո, այդտեղ կային ավելի ոնց որ հանրային ավելի մեծ ճանաչում ունեցող մարդիկ, քան Էջմիածնի դեպքում, բայց նշանակությունը ամեն համայնքի բնակչի համար կարևոր այնքանով, որ հենց իր համայնքում է տեղի ունենում, դրա համար համարժեք է զուտ թվային տարբերությունն։ Պարոն Պետրոսյան, վարչական ռեսուրսի օգտագործման մասին բավականին շատ խոսվեց, արձանագրված կոնկրետ խախտումներ ունենք եւ եթե այո, ապա ինչ պրոցեսում են այդ խախտումները, նկատի ունեմ գնում ենք դեպքի հետևից, թե ոչ։ Տեսեք, արձանագրված խախտումներով առնվազն մեզ հայտնի կա երկու դեպք, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցված։ Ճիշտն ասած, այս պայն մենք ֆիզիկապես հնարավոր չի միևնույն ժամանակ եւ լինել Վաղարշապատ համայնքում եւ տարբեր քննչական մարմիններին հարցումներ ուղենք եւ այլն, հա։ Հուսով ենք, որ այլևս նման դեպքեր չեն լինի եւ ընտրությունները կանցնեն խաղաղ հանդուրժողականության պայմաններում, ամեն դեպքում այո, ընտրություններից հետո մենք կզբաղվենք, հետևողական կլինենք, որպեսզի հանրային ուշադրությանը բերենք այդ դեպքերը, որպեսզի նաև որը նաև կարող է հետագայում կանխարգելիչ դեր ունենա, որ մեր քաղաքացիները հասկանան, որ ինչ որ օրենքով չի կարելի, չպետք է զբաղվել դրանով։ Ասեցի ասուլիսի ժամանակ, հիմա էլ ասեմ, հիմնական զանգարողները ցավոք սրտի մեր հայրենակից արցախցիներն են, որոնք տեղյակ չեն, շատ հաճախ նույնիսկ պնդումներ են լսում, որ իրենք իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին, սակայն ասեցի, ես մեկ անգամ առիթ օգտագործեմ, սիրելի արցախցիներ, ովքեր որ Վաղարշապատ խոշորացված համայնքում ապրում են առնվազն 1 տարի եւ ավել, դուք բոլորդ անկախ նրանից ձեր անձնագրերի կոդը 070-ով է թե ոչ, իրավունք ունեք մասնակցելու ընտրություններին։ Պարոն Պետրոսյան, նաև տեղում բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց տան հասցեների վրա գրանցված օտարանձիկ կարող են լինել եւ իրենք ուղղակի չիմանան այդ ամենի մասին, նմանատիպ ահազանգեր ունեք տեղեկ այդ խնդրից։ Չեմ լսել նման բան, այնուամենայնիվ մենք ցուցակները մոնիտորինգ արել ենք արտառոց, մենք չենք տեսել որևիցե խախտում, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ մեծ ծավալի աշխատանք կատարել է, ժամանակին դրանք փակցվել են, խնդրենք են քաղաքացիներին, ովքեր որ կասկածներ ունեն, գրեթե բոլոր ընտրատեղամասերը իրանց տնից շատ քիչ հեռավորության վրա են, կարող են անձամբ գնալ ստուգել, եթե լինի, խնդրենք անպայման մեր թեժգծի հեռախոսահամարին զանգեն ասեն, մենք խոստանում ենք, որ այդ հարցերից մինչև վերջ կգնանք։ Դուք դիտորդական առաքելություն եք իրականացնելու տեղում, քաղաքացիները ինչպես կարող են ձեր հետ կապի մեջ։ Մեր գրասենյակի հասցեն հայտարարեցինք, թեժգծի համարը հայտարարել ենք, հիմա նորից ցույց տամ, թող մեր քաղաքացիները իմանան 033 97 82 81, ինքը միշտ հասանելի է, կարող եք զանգել, ցանկացած հարցի դեպքում մենք կփորձենք կամ խորհրդատվություն տանք կամ ուղղորդենք, ասենք օրինակ մարդը հասցեն չգիտի, ասենք ինչ հասցե հիմա կամ եւ այլն, ցանկացած հարց թող ասեն, մենք կասենք։ Պարոն Պետրոսյան, իսկ լինում են դեպքեր, երբ որ քաղաքացիները արձանագրեն ենթադրյալ որևէ խախտման մասին, սակայն իրական բացվի, որ դա խախտում չի եղել, ուղղակի քաղաքացին տեղյակ չի եղել, թե որն է համարվում խախտում, որը ոչ։ Հա, շատ են, հենց այդ նույն մեր արցախցիների դեպքում, որ օրինակ իրենց օրինակ ցուցակում չեն տեսնում, իրենց թվում է թե դա միտումնավոր է, այլ այսինքն տեխնիկական եւ բան, հա, եթե իրանք հիմա օրինակ
դիմեն համապատասխան ոստիկանության մարմնի եւ իրենք ցուցակում ավելանան, վստահեցնում որ հաջորդ ընտրություններին իրանք արդեն ներառված կլինեն։ Ամեն դեպքում չմոռանանք, որ ծավալը քանակի առումով շատ մեծ է, նամանավանդ մեր արցախցիները, մեր սրբավայր էջմիածինը շատ են հավանել եւ շատ մեծ տոկոս են իրենք այնտեղ կազմում։ Դրա հետ կապված միգուցե, բայց որ միտում տեսնեմ, ես անձամբ հաստատ միտում չեմ տեսնում։ Ես նաև կուզենայի ձեր նկարներով մենք տեսնեինք փաստարկները, ինչ եք գրանցել, ինչպես նաև որպես օրինակ բերեցիք հակափաստար նախատեսի, գրանցել եք երրորդ համարի հետ կապված Հենց երրորդ համարի հետ կապված խնդրում նայեք, որ պաստառը փակցված է։ Երրորդ համարը ինքը խախտել է, որտեղ սահմանված վայրում չի փակցրել, բայց ամեն դեպքում իրավունք չունեն մյուս համարներն էլ կան այդ պաստառը փոկեն, հա, մի տեղ չի, երկու տեղ չի, բազմաթիվ են, ես ընդամենը օրինակի համար ցույց տամ։ Նույնպիսին չնախատեսված վայրում օրինակ 7-րդ համարը ունի փակցված։ Պարոն Պետրոսյան, իսկ Այստեղ բազմաթիվ են։ Դե չեմ կարող 24 ժամյա հերթապահություն, ավելի շուտ ենթադրում եմ, որ մրցակից իրենց հակառակորդներն են, տեսել ենք նաև թե ինչպես են իրար մասին արտահայտվում, ականատես եղանք, որ առնվազն թեկնածուներից մեկը ասեց, որ իր բարեկամին քաղաքական նպատակներով են աշխատանքից ազատել, հավաստիացնում էր, որ չի ինքը նման բան անի, տեսեք, հա, կանգ առա, հանրային վայր է, ինչքան տհաճ պատկեր է, որևիցե մեկը առաջինից մինչև 8-րդ համար տարբեր վայրերում բացարձակ ուշադրություն չեն դարձնում, իրենք կարող են այդտեղ փակցնել, թե ոչ։ Ինքը աչքի համար ուղղակի տհաճ է ու որևիցե մեկս էլ հաճույք չի ստանա։ Կարող եմ ցույց տալ նույնիսկ նախորդ ընտրությունից կամ այս պատկերը, տեսեք, ինչքան տհաճ պատկեր է, հա, ինչքան զզվելի է, երբ որ դու տեսնում ես ու մեր համայնքները այս սրան արժանի չեն, հա, մեր երկիրը սրան արժանի չի, որ այս ձև վերաբերվենք, այս մեր երկիրն է, տեսեք, նախկինում փակցրած, միգուցե նաև պաստառ եղել, փոկել են, իսկն բազմաթիվ են դրանք, հա, ինչքան հիմա ես թերթեմ ցույց կտամ, բայց որ նորություններ այս ընտրություններին, տեսեք, հա, ճանապարհատրանսպորտային, հա, այդ վահանակների վրա են փակցնում, խնդրում գոնե պարեկային ծառայությունը ուշադրություն դարձնի, չգիտեմ, բոլորիս ուշադրությունն է, սրա համար պետք է մեր երկիրն է, սա անվտանգության կանոնների խախտում է նաև, հա, միգուցե, չգիտեմ, հա, այստեղ երևում է, որ հետևիկ մասն է փակցված, բայց կապ չունի, եթե sense թողնենք, վաղն էլ հենց դեմից կփակցնեն, չենք իմանա, որ համայնք ենք մտնում կամ արագությունը ինչքան պետք է լինի։ Երևի շնորհակալություն հայտնենք նաև, որ հենց այն արագության նշանների վրա չեն կպցնում, որ մեր մարդիկ խոսեցիք պոստերների մասին, Էջմիածնի մտնող այդ ողջ ճանապարհը Արկիշտի Մխակյանի պոստերներն են թաքցված եւ փաստացի այլ տեխնացուների նկարները չկան եւ կա ես որոշակի իմաստով խախտում համարել, եթե այո, ապա գրանցված ինչ-որ խախտում կա ու նայեք, դրանք մասնավոր տարածքներ են, ես այդտեղ խախտում չեմ տեսնում, բայց դրան անդրադարձել եմ, դրանք մի քանի տասնյակ են, իմ պատկերացմամբ 50-ից ավել են, մենք վիդեո արել ենք զուտ ժամանակի առումով չենք հասցնում այդ մասը մոնիտորինգ անենք, բայց խոստացել եմ, որ ամփոփած հերթով վերջնական կանդրադառնանք, որովհետև նաև զուգահեռ նայում ենք հակակոռուպցիոն կոմիտեի կայքում հրապարակված նրանց պաշտոնական գումարային մուտքերն ու ելքերը եւ գոնե նոյեմբերի 7-ի ներկվա դրությամբ այդ տվյալներ գծված, չնայած երրորդյա ժամկետում պետք է ամեն 3 օրը մեկ պետք է հրապարակեն, հա, իմ պատկերացմամբ այն գումարները, որ ցույց են տրվում, այդ պաստառները մենակ բավարարել, որ այդ գումարներից ավել շատ ծախսած լինեն, բայց միգուցե հնարավոր է պայմանավորվել են հետագայում վճարեն, հա, ասենք չգիտեմ, մի օրից, 2 օրից, միգուցե վաղը տեսնենք, որ հակակոռուպցիոն այնքան մեծ թիվ հրապարակում, որ փակում է դրա համար քանի դեռ փաստարկված չունենք, հա, իսկ այդ պաստառների գներն էլ ենք բնականաբար մոնիտորինգ անում, այլ ժամանակներում առնվազն ավելի էժանա, ոչ թե դրանից թանկ է եւ այլն, հա, մենք վերջնական արդյունքները կհրապարակենք, բայց խախտումները ես այսօր էլի մի անգամ ասել եմ, էլի ասեմ, հա, ոչ միայն վերաբերում է 7-րդ համարին կամ քաղաքացիական պայմանին, համատարած բնույթ է կրում, համատարած, գոնե պաստառների մասով, ով ինչ հնարավորություն ունի, անկախ նրանից, տեսեք, ասենք
Հիմա մի հատ էլ նկար ցույց տամ, ես երբեք թույլ չէի տա իմ նկարը կպցնեին աղբամանից մի մետր հեռավորության վրա։ Էլի չսահմանված վայր է, կողքը աղբամանը, էլի չգիտեմ, երևի այդ փակցնողները երեխաներ են եղել կամ ինչ, որ չեն էլ պատկերացրել, որ գոնե պետք է այդ ձևի վայրերում չփակցնեն։ Նշեցիք, որ գնահատելի շենքի պաստառներ նույնիսկ հանել։ Այդ պարագան երբ քաղաքացիները որոշեն պաստառը հանել, դա օրենքի խախտում է, ինչու՞ մարդը։ Եթե խոսքը գնար անձամբ իմ մասին, ես իմ շենքում թույլ չէի տա։ Բազմաբնական շենքերի մասին օրենքով, հա, այդ բոլորի համընդհանուր սեփականությունն է, շենքի պատերը, ներսի աշճանները, վերելակները եւ այլն, հա։ Ակնհայտ է, որ չես գտնի Հայաստանում որևիցե մի բազմաբնակարան շենք, որի բոլոր բնակիչները մի տեխնացու են ընտրում կամ նախընտրում։ Հետևաբար կասկածում եմ, որ բոլորը համաձայն են եղել, որ փակցվել է։ Առավել եւս ձեր նշած դեպքում, որին անդրադարձ արեցի, ակնհայտ մարդիկ խոստովանում են, որ իրենք քաղաքապետանի աշխատողներ են, պետհամարանիշներից երևում է, որ դա քաղաքապետանին պատկանող տեխնիկա է, հաստատ երևում է, չգիտեմ, պատկան մարմինները պետք է հետևություններ անեն, քրեական գործեր հարուցեն, դա նաև մեզ հետագայում է պետք, որպեսզի մի օր հասնենք այն կետին, որը բոլորս երազում ենք ունենանք իրական ժողովրդական վարական երկիր։ Պարոն Պետրոսյան, մեծ բանավեճից հետո այս քննարկումները շարունակվում էին ու Արգիշտի Մեխակյանը երկրորդ նշեց, որ կառավարությունը գումարներ է տրամադրել Էջմիածնի բարեկարգման համար, եւս այս խոսակցությունները շարունակվում էին, ընդդիմադիր մյուս տեխնատուներին սկսեցին պիտակավորել, անգամ կանոնների մասին խոսակցություններ տարածվեց։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարում է կառավարության տրամադրած գումարների մասին։ Սա այս նախընտրական շրջանում Այդ թեժգծի համարն է, տեսեք, որ քաղաքացի է զանգահարում։ Որոշակի իմաստով կարող ենք համարել ընտրապաշարք, թե ոչ։ Տեսեք, ես դրան անդրադարձել եմ այսօր։ Հիմա պետքա մենք ուսումնասիրենք քաղաքապետանի բյուջեն։ Բոլոր բյուջեներն են նախորդ 1 տարի առաջ են, հա, պլանավորվում, նախատեսվում, հաստատվում եւ երբ տարին սկսում է հաշվետու, սկսում են ծախսել այդ գումարները։ Այս տարվա ընթացքում է նախկին քաղաքապետը հրաժարական տվել։ Այսինքն, եթե բերում ենք, որ պաուստային ֆոնդից կամ այլ միջոցներով կառավարությունը այդ համայնքին գումարները հատկացրել, հետևաբար գոնե ենթադրելի է դառնում, որ դա արվել է հենց ընտրությունների համար։ Ես նկարել ցույց տվեցի, որ հենց հիմա Արագած համայնքում, Արագած գյուղում մեծ շինարարական ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Միամիտ չպետք է լինենք, հասկանում ենք, որ դա միտումնավոր է արվում։ Օրինակ, երբ որ գնում ես Գյումրի քաղաքը, որի քաղաքապետը հիմա կալանքի տակ է, ասֆալտի որակից հասկանում ես, որ քաղաքը մեր պետական բյուջեն իր այդ հնարավոր միջոցները ոչ լիարժեք է տալիս այդ համայնքին, քանի որ իրենք այնտեղ պարտվել են։ Ստեղ քանի որ հույս ունեմ, որ կհաղթեն, այնքան միջոց են դրել, որ որեցե համայնք չնսեմացնելով ամեն դեպքում Գյումրին ամենամեծ մեր երկրորդ քաղաքն է, Արագածը մեր մի քանի 100 համայնքներից մեկն է, մի քանի 100 գյուղերից, որի համար այդ թվում Արագածի համար պատրաստ եմ կյանքս տալ, բայց համեմատության մեջ տեսնում ենք, չէ, ինչքան անհավասար է միջոցները բաշխվում, առնվազն այդ գոնե կարանք ֆիքսենք։ Գյումրիի ու Վաղաշապատի տարբերությունները այս նախընտրական շրջանում խախտումների առումով պատկերը նույնն է, թե ոչ։ Նայեք, նույն պաստառների առումով Էջմիածնում քաղաքում խախտումները զուտ տոկոսային առումով շատ ավելի քիչ են, նույն ԿՀ-ի շնորհիվ, որը միջոցներ է ձեռնարկում, համեմատաբար ավելի քիչ են, քան գյուղական համայնքներում։ Գյումրիի դեպքում գյուղական համայնքները չէին մասնակցում։ Դա համար եթե վերցնենք քաղաքները բնակչության ու խախտումների տոկոսով գրեթե նույնն է, ոճը նույնն է, մենակ ասեցի, այս անգամ նաև արդեն ճանապարհատրանսպորտային միջոցների այդ տարբերանշանների վրա են օգտագործում, փոխանակ խախտումների տեսակները պակասի գնալով ավելանում է, որը ինչ ասեմ, պետք է հանրային վերահսկողությունը էլ ավելի աճի, մենք բոլորս, այդ թվում լրագրողներին այսօր էլ եմ ասել, շատ շնորհակալ եմ, շատ հաճախ նույնիսկ ձեր իմ կարծիքով կյանքը վտանգելով հարցեր եք բարձրացնում հանրային տիրույթ, որոնք իրոք պետք է բարձրացվեն։ Անկեղծ շատ շնորհակալ ենք ձեզ բոլորիդ։